Բարեձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Էդգար Ղազարյանը։ Ես գիտեմ, որ սա անսովոր է, որովհետեւ անցած անգամ էլ ասացի, բոլորը ամեն երկուշաբթի ժամը 11-ին։ Եկող շաբաթվանից նորից Այո, կվերականգնենք, այնպես որ խնդրում եմ ուշադիր եղեք, եկող շաբաթ ժամը 11-ին պարոն Ղազարյանի հետ կլինենք ուղիղ եթերում, ես գիտեմ, որ շատ է ազդում մարդկանց, որովհետեւ մարդկանց բանն է, առօրյա իրենց առօրյանն այդպես կամ շաբաթը սկսում էին մեզ հետ, ինչը շատ ուրախալի է։ Եվ այսպես, պարոն Ղազարյան, երեք պարոն Ղազարյանը իր էջում անոսել էր այսօրվա մեր հանդիպումը, ասելով, որ հատկապես ոչիլների ընտանիքը թող բոլոր ուշադիր լինեն, հետևեն։ Հա, ինչ եք ասել։ Ոչլոտների ընտանիք։ Ոչլոտների ընտանիքին եւս դիմել էր, ես վստահ եմ, որ հիմա ամեն ինչ թողած իրենք այդ ընտանիքը ուշի ուշով հետևում է, նույն ինքը որ ասում է on je goga, on je gosha, on je չգիտեմ ինչ հիմա անաժը, հա? Հիմա նայում, բանը բունկերի տիրուհի, անաժը բունկերի ոչիլ, անաժը Սալամ ալեյքում։ Բա, ինչպես ասում է Կարինե Նալչաջյանը, անաժը բան, բաջի, էլ ինչ ասեմ հանուն ոչնչի տենց բան գնալ, հանուն ոչնչի են գնացել, այսպիսի հայտարարություններ անող մեկը, բայց դե ամենակարևոր բանը ինքը միևնույն է, ես կարծում եմ կյանքի որ հատվածում էլ ինքը պատասխան է տալու, թե բունկերում ինչ է արել եւ այդ ինչպես վաճառվեց ու հանձնվեց Արցախը եւ կործանվեց եւ ինչպես կործանեցին Արցախը, պատրաստում են կործանել Սյունիքը եւ Հայաստանի Հանրապետությունը եւ ընդհանրապես ինչպես այս զույգը բերեց 4 պատերազմ եւ հիմա էլ մեզ տանում է ոչնչացման, հա, 5-րդ վերջնական, այսպես ասեմ, պատերազմին։ Եվ այսպես, տիկին ցնցումների մեջ է, ես չգիտեմ, սա ինքնա ցնցման process է, թե հրահրողներ կան, այն զուգընկերն է հրահրում, պարոն Ղազարյանը շատ ավելի մասնագետ է, երեք ինձ հուշում էին, որ ես էլ հիշեցի, որ փաստորեն կարծում էի այլ ալիքով եղել, նաև մեզ մոտով այսօր դուք հնարավորություն կունենաք մեկ անգամ եւս լսելու են խայտարակ բացահայտումների մասին, ինչի մեջ որ բացահայտումներ այս զույգի հետ կապված, կտեսնեք թե ինչ ահռելի թալանով է զբաղված այս զույգը, փաստորեն ամենահարուստ զույգն է, իրենցից հարուստ մարդ, ոնց որ թե Հայաստանում չկա, Աննա եւ Նիկոլ այս զույգը եւ ցնցումներն էլ անշուշտ մի քանի բանով են պայմանավորված, այն որ վերջապես ինչ որ sense համատեղ ուժերով սկսել են բացահայտել այս անձանց մեծ կոռուպցիոն սկանդալների մեջ են տատախած, բացահայտում են իրեն մեծ թալանը եւ նաեւ իրենք սկսել են արդեն քարոզարշավը, մենք նախնական զրույցում ես խոսում էինք պարոն Ղազարյանի հետ, շատ ճիշտ դիտարկում էր, չէ՞ որ իրենք այլևս առերեսվում են իրականության հետ։ Ինչպես դուք եք ասում, ոչլոտ, հա, ոչլոտների ընտանիք ասեցիք, ինչ ասեցիք, ինչով եք զբաղված, բայց այդտեղ հենց ասեցիք այդպես, ես ասացի, կարողա պատահական չի, որ ինչ որ մեկը կար բեղերը խուզեց, մազերը խուզեց, կարողա ինչ որ տենց բանա, այդ վաղուց է ինքը նկատել եւ հասկացել, խոսքը Սամվել Բաբայանի մասին է։ Օրինակ բեղերը ինչ էր եղել, տենց գնաց խուզեց, հետո բեղերը քիչ էր գնաց մազերը խուզեց։ Ինչ որ մի բան այդ մարդը փաստորեն պարոն Ղազարյան գիտեր էլի։ Ուրեմն այն ինչ որ երկու օր մարդկանց թվում է թե դա Աննա Հակոբյանի հիստերիան է, բայց ես ներքին համոզմունք ունեմ, որ դա Նիկոլ Փաշինյանն է։ Որովհետև միևնույնն է նման բանը, թեկուզ եթե Աննան լիներ ինքը առանց ամուսնու հետ ամուսինը այտենց պայմանական ենք ասում էլի։ Ախ, դրանք ինչ են գերպիտի լինեն դրանք։ Եսնամ ինչեր է, էլի, եսնամ ինչեր է։ Եսմ ինչեր է։ Հա, էլի։ Եսիմ ինչեր է։ Հա, դրանք եսնամ ինչ են։ Հա։ Լուսակի Արմեն Գրիգորյանը կասել եթիմները։ Հա։ Հիմա էդի պարզա չէ, որ ինքը առանց մյուսի համաձայնեցնելու չէր անի։ Իր հասարակական գործունեության հետ, ասենք, չգիտեմ, էլի, իր շորիկի նկարը չի, էլի, որ դնի առան։ Հիմա եթե դա համաձայնեցված է, ես վստահ եմ, որ իրար այդ տունը վերընկած, այնի հեռախոսը վերցնում է, չի դիմանում, վերցնում է կնգա հեռախոսից է գրում։ Ինձ ես ներքին համոզմունք ունեմ, որ Ոչ իրավունք ունի, կթողնի։ Հələ տեսիկում մասին եք խոսում։ Հա, ոչ չունի։ Այդ կնիկը իրավունք ունի իր հեռախոսը վերցնի WhatsApp-ով
BDԽ-ի նախագահին նամակերասի դիմումդ գրի։ Դա բանա։ Դու մտածում ես դե բադա դրանց տունը հեռախոսները ասես միտեղ դրածա, մեկը վերցնում է, ասենք հիմա կարող է երեխան էլ արփին էլ հեռախոսը վերցի, ասենք մտնի։ Ասի Ալեն վեկած վազի։ Գնատաներով ընկի մի հատ Ալեն վեկած վազի ասենք պատկերացրու, երեխա է հիմա։ Հոր հեռախոսը վերցնում է, բացում է WhatsApp, գրածա ԿՊ-ի խումբ։ Քաղաքական պայմանագիր։ Չէ, ասենք այդ տարեր հավաքի, հա։ Այդ է մա։ Հիմա ասենք բացում է, ստեմ այդ խումբ կա։ Ասենք քաղաքացիական պայմանագիր խմբակցություն։ Գրում է, մտեք սեղանի տակ, հաչացեք, նկարեք վիդեոները ուղարկեք պապային։ Այդ չի գիտի երեխան, մենակ գրի հաչել է։ Չէ։ Ասենք մտեք սեղանի տակ, հաչացեք, նկարեք վիդեոներն ուղարկեք։ Մատելը խնդրում եմ ինձ ասա, թե քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ով չի անի դա։ Ոչ։ Ասենք, մեկը տնեք հեռախոսը հաղորդագրությունը գալիս է գրած է։ Հենց հիմա մտեք սեղանի տակ, հաչացեք, նկարվեք, վիդեոն ուղարկեք։ 10 րոպե հետո 69 հատ վիդեո ղռ միանգամից գալիս է իրանց այդ հեռախոսին։ Հիմա նույն էսի կնգա հեռախոսը վերցնում, ասենք նստած են միանգամից, վատ տրամադրությամբ եկել են, ասենք գնացել են Սյունիք, մարդ չկա իրանց տգետների դպրոցում, վերջը խո հիմար չեն, տենում են, չէ, ասենք որ ով եկել է, սա զորրով բերած, ասենք կամավոր, ընդ ասենք դες մարդ չկա, որ կամավոր լսած լինի տգետների դպրոցի դասա, հելնի գնա ընդեմ դրան մասնակցի։ Զորրով ասեք իրանք էլ են տենում, էլ դեմքի մարդկանց դեմքի արտահայտությունը ծերևում է, էլի որ զորրով եկեն նստել են, րոպեներն են հաշում, թողնեն դա ոչ հետաքրքիր է, ոչ ինֆորմատիվ է, չէ, ոչ օգտակար է։ Հա, գյուղապետն է նստած, մարզպետն նստած, ստիված, պիտի հիմնարկի պետերը նստած, դրանց ահից, տենց վախից նստած, իրանք է զգում են, չէ, որ դա ինչ վիճակ է։ Հետո մտածում են, գալիս են ճամփին է վերտայլոտով գալիս են, ասում են, լսի, 7 տարի առաջ էր այս ժողովուրդը մեզ ոնց էր ընդունում, մեզ ոնց էին սիրում, ինչ տրամադրություն է, այս ինչ արինք էլի մենք, հա։ Այս ինչ բերինք, որ այս մարդիկ ընդամենը 7 տարվա մեջ այս ձևի ատելությամբ լսվածել է, որ զորով չկարանանք, ասենք մի 50 հոգի մարդ հավաքենք, դեմները ելույթ ունենանք, նկարենք, գցենք TikTok։ Իրանք էդի խո հիմար չեն, հասկանում են, չէ։ Հետո մտածում են, ասում են, լավ, ով է մեղավոր, որ է տենց հա։ Ասում Անժելան է մեղավոր, Էդգարն է մեղավոր, Էմյուսն դիմադ է Տաթև, Արցախն է մեղավոր, Հրապարակ օրաթերթի լրագրողն է մեղավոր, Էմյուս լրագրողն, Էմյուս քաղաքական, այսինքն դրանք են մեր մասին, մեր բացահայտումները անում, Աննա Գրիգորյանն է մեղավոր, սա որ անիվ հիմնադրամ, այս կոռուպցիայից, սրանք են մեղավոր, որ լավն են, չէ։ Բանը, մոդելներ էին, թե իրանք են։ Վերջը, ասում է սրանք են մեղավոր, դե որ սրանք են մեղավոր, հեռախոսը վերցնենք ու սկսենք գրել, վիրավորել, անպատ, հիմա ասենք օրինակ երեկվա այդ զեղումը, ինչի վրա էր այդ բանում, որ այստեղից էլ է, ասե, ազգային ժողովն է, որ օրական իր այդ կառավարական ամառանոցի պահպանման ծախսերը 1.700.000 դրամ որ, ասում է սուտ է, չէ, լավ, դե հիմա բանն է, Աննան, ասել է սուտ է, էդի սուտ է, ճիշտ է դու ասա։ Հիմա ամառանոցային տնտեսությունը պետական հիմնարկ է, ճիշտ է։ Պետական բյուջեից ստանում է ֆինանսավորում։ Խնդրում եմ, դու ինքդ էլ այս պահին ինքն էլ նաև բանն է, Հայկական ժամանակ էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը։ Հայկական ժամանակ օրաթերթում խնդրում եմ այսօր տպագրի հետևյալ տեղեկությունները։ Ամսական պահպանման ծախսը, տարեկան պահպանման, ես օրինակ հարցում էին արել լրագրողները, թիվը որտեղից են վերցրել։ Լրագրողները հարցում էին արել, թե պետական ամառանոցային տնտեսության մի տարվա պահպանման ծախսը բյուջեով ինչքան է։ Սկզբնական շրջանում ասում էին գաղտնիքա չեն ասում, հետո ի վերջո ասում են, այդ թիվը որ բաժանում է 365-ի, օրական ստացվում է 1.700.000 դրամ, այսինքն դա դրա ծախսը։ Ընդ որում, սրա մեջ չի մտնում պետական պահպանության ծախսերը, որտեղ իրանք թիկնազոր ունեն, չէ, պետական պահպանության աշխատակի, տարածքը պահպանվում է, դրանք աշխատավարձ են ստանում, չգիտեմ, պրեմիաներ են ստանում, այդ տարածքի մուտքի մոտ, այդ Պրոշյան փողոցի վրա անցնողները կարանային, ոստիկանական ավտոբուսներ են կան, դե մի 30-40 հատ սեփական ավտո է կանգնած, դրանք սա ոստիկանների ավտոներ, իրանց ոստիկաններին իրանց սեփական բենզինի չեք են տալի,
Իրան սեփական ավտոներով են, որովհետև ջահել մարդիկ են պարապությունից մեղքել են, չեն մանում ինչ անեն, այդ հավով շաուրման բերեն մտնում են, մի հատ գազով։ Սաղորանը պարապ, պետք է քնեն, չէ՞, որտե քնեն, խոհեն գազոնի վրա չեն քնելու։ Ասում են ձեր ավտոներով եկեք, ավտոյի մեջ քնեք, բան։ Հիմա հենց հիմա հələ գնացեք այդ Պռոշյան փողոց Դաչայի մոտ։ Դենաս երևի մի 200 ոստիկան ավտոների մեջ, ավտոբուսի մեջ պարապությունից մեռնում։ Անիծում քֆրտում այդ ոչ։ Այո, 100%։ Դա ամենաշատ դրանք են, դրանք ասեք հիմա որ տենում են, այնպես բարևելու սկում են, ոնց որ ասի Ղազարյան մի բան երբ եք անում, էլի։ Ուրիշները եթե այնպես հարցնում են, դրանք հայացքով էլի։ Երբ ասեք։ Մի բան արեք, էլի։ Ամենաշատ քաշված այդ ոստիկանների աշխատավարձը, այդ իմ ասացի մեջ դրանք չի մտնում։ Մենակ պահպանության ծախսերն է։ Սուտ եմ ասում, ճիշտ է դու ասա։ Իսկ հարցում եմ արի, ասում եմ, խնդրում եմ ասեք օրինակ Նիկոլ Փաշինյան նոր տարուց հետո մի հատ մի րոպեանոց տեսանյութ հրապարակեց իրար հետ։ Շատ սիրուն է։ Բանը, մի րոպեանոց տեսանյութ հրապարակեցին, որ Նիկոլ Փաշինյանը իր ձեռով դե նոր տարուց հետո ոնց է չլի մարդիկ սաղից ընտաների չնայած էդի սխալ բան է, պիտի ռացիոնալ լինել, բայց ավել անում է սնունդ էլ, այսինքն միշտ ավել է սառնում, բանը այդքան չես ուտում, հիրա դուր ես հյուրեթում, ավել անում է սնունդ։ Դե հիմա ավելացած հնացած սնունդը լավ է, ճիշտ է, սխալ է, պիտի թափես, որովհետև բանը վտանգավոր է, ասենք թույները բանը։ Մարդկաշներին տալիս մարդկա հետ էլ չէ։ Մի խոսքով բանը պիտի թափես, որովհետև չի կարելի, ասենք հնացած սնունդ ուտես։ Հիմա սրանք պարզվեց զիբիլի չեն թափում։ Զիբիլը լցում են մի ժառովնիկի մեջ, վրեն տաքացնում են, վրեն ձու են ջարդում, տալիս են Փաշինյանն ուտում է։ Ընդ որում մենակ Փաշինյանն է ուտում։ Աննան չկերավ դրանից։ Ես ուշադիր եմ ելել։ Ասեք ինքս Աննան չկեր երեխեքին է չտվին։ Դրանք շուն են, 5 շուն ունեն։ Չալոյից բացի 4 շուններ ունեն։ Բողարն է, ամպիկն է, արջուկն է, 4 շուն կա Չալոյից բացի։ Շներին է չտվին, մենակ Փաշինյանին։ Հիմա ասենք թե ես ասում եմ դու մեզ ինչ ես ցույց տալի որ դու զիբիլ ուտող ես չասես զիբիլի վրա ձուն տակացնում ես ձուն ջարդում ես որ ինքը տենց համեստ աղքատ ու ինչ կոռուպցիա ինչ միլիարդ աղքատ տեսել է իրանք զիբիլ ուտող հան այդ տենց աղքատ սովորային ամենահասարակ մարդ ասում եմ այդտեղ չէ հիմա ինձ կարակ դուք հրապարակ այսօր դիմում եմ Աննա Հակոբյանին ասում եմ խնդրում եմ հայկական օրաժամ հիմա բարձր լսում է Հայկական ժամանակ օրաթերթում տպագրի կառավարական ամառանոցային տնտեսության աշխատակիցների հաստիկացուցակը։ Ինչ ասենք պետք չի, թե անուն ազգանունը ովքեր են, ասենք որ անհատական տվյալներ այդ մարդկանց պետք չի, որ իմանամ ով է աշխարհ, ինչ է պետք ով է։ Հաստիկացուցակ, ասենք ես ուզում եմ իմանամ կոնկրետ իրանց տան, առանձնատան սպասարկող քանի խոհարար կա։ Քանի մատուցող կա։ Կխափի Չէ, դա ասեք ո՞ս պիտի լավ էլի Անժելա, դրանք սուտ ասած կան այդ մարդիկ, լավ էլի։ Սետո երկիր հացախելչի։ Դրանք չգիտեն սուտ ինչ բանա, չէ։ Չասեք, հիմնարկի աշխատողների բանը հաստիկացուցակ այդ զորով չեն կարող։ Մատելը տպի տենանք ասենք, քանի իրանք Իշքան ես գիտեմ, եթե չեմ սխալվում, այդ մի տանը երկու խոհարար կա, չեմ ասում խոհարարի օգնական կա։ Այսինքն իրենք խոհարարներ ունեն, մատուցողներ ունեն, սպասավոր անձնակազմ ունեն, բայց ցույց են տալի, որ իրանք իրան զերով զիբիլ ուտող են, հա։ Այդ մի րոպե տեսայնուտ հրապարակում են մարդ են խափում, ու մնացած ժամանակ ապրում են այդ ճոխ վայրենքների մնացած ամեն ինչի մեջ։ Հարցում եմ արել, ես ինքս անձամբ պատասխան գրությունը տուն իմ սեղանին դրած է։ Պետական պահպանության ծառայությանը ասում եմ խնդրում եմ ինձ ասեք Աննա Հակոբյանի համար իրան սպասարկող ինչ մեքենա է իրան սպասարկում որ թվականի արտադրության է որ թվին եք դուք դա ձեռք բերեք եւ ինչ արժի պատասխանել են այդ տեղեկությունը մենք ձեզ չենք կարա տրամադրենք որովհետեւ դա գաղտնի տեղեկություն է ուրեմն պետության համար զենք են առնում սու Գինը ասում են Հնդկաստանից հրանոթ են առնում, մագնիշն ասում են, տեխնիկական պարամետրերն ասում են, գինն ասում են երբ կլինի ուրա հասե։ Բայց Աննա Հակոբյանի մեքենայի տվյալները ասում են, դա գաղտնի է։ Այ բալա գաղտնի չի, քշմեք տենում ենք, Lexus է։ Ասենք ո՞նց է գաղտնի, ավտոյից իջնում է, ինքը վիդեոներ հրապարակում, նայում եք տենում ենք Lexus է։ 2023 թվի է 2023 թվի Lexus մտնում ես ինտերնետ գրում ես Lexus 2023 մոդելը գրում ես չէ ասենք թե XL չգիտեմ կամ GS չգիտեմ
նայում ես ինչ մոդել է, գրում ես գինը բերում ես, մամ ստանդարտ փաթեթ այսքանա օպցիաներով հաշվում ես, մամուլում եք գրել է 135,000 $135,000 մենակ Աննա Հակոբյանի սպասարկող Lexus-ն էլ չեմ ասում հետևի ուղեկցողը, դեմի ուղեկցողը, միշտ պետք է այն բանը, հələ այդքանը քիչ է, մի հատ է բարեկային ծառայության մեքենային կապանում էլ վթարի ենթարկվի է, չէ։ Հիմա ասեք թե դրա սուտը ո՞րն է։ Էդի սուտն է ճիշտն է սա։ Ճիշտն է սա, բա, եթե էդի սուտն է։ Ակնհայտ է չի, բայց ասենք մենք այտենց հիմա որ այտենց խոսում ենք, էլ չեն կարող մարդկանց խափեն, չէ՞, հիմա ժողովուրդ են լսում են, ասում են արա, սրանք փաստորեն ծոփուշով այդ կյանքով, հիմա ասենք օրինակ նստել ես, էդ է խոսուտ չի։ Մարդու կնի Կիրակի օրով նստել եք պետական ուղղաթիռը, գնացել եք Սյունիք տգետների դպրոց, ճիշտ է։ Հիմա ասում եմ իմանամ ուր եք, այդ պետական ծրագիր չի, կառավարության գործունեության հետ կապ չունի, վարչապետի պաշտոնական պարտականության հետ կապ չունի։ Թափցրել էին մի րոպե, Դասընթացը ոչ ակադեմիական դասընթաց, անացել չէ, որ ասես մեր վարչապետը նաև տնտեսագիտության թեկնածու է, նաև ինքը ոչ աշխատանքային օրերին ժամերին դասախոսություններով ահանդա, ատա գնա ասենք թե շրջիկ պրոֆեսոր է, չէ, շրջիկ պրոֆեսոր չի, անգրագետ մարդ է, կրթություն չստացած մի հատ սովորական մարդ է։ Հիմա նստել եք, հիմնա ինքը պրոֆեսոր չի, ակադեմիկոս չի, չգիտեմ, դոցենտ չի, բանը դասընթացը, որը կազմակերպել է, պետական չի, իմ քայլը մասնավոր հիմնադրամ։ Հիմա դու վերցել ես, սրան նստացրել եք պետական ուղղաթիռը, հել եք գնացել եք, հասել եք Սյունիքում, մի հատ տգետների դպրոցի, հանդիպում եք կազմակերպել, նստել եք ուղղաթ ծախսեք, չէ՞ արևպետության։ Հարց եմ տալի, ով է ձեզ այդ իրավունքը տվել։ Մասնավոր գործ եք անում, Կիրակի օրով մարդու մի հատ ավտո ունեք, նստեք ձեր ավտոն, մարդու կնի, քշեք, եթե եք գայիք։ Կամ Հայաստանում բան կա, մասնավոր ուղղաթիռային ծառայություններ մատուցող ընկերություն կա, կարծեմ հելիկոպտեր Արմենիա։ Միլիարդեր մարդիկ եք, փողը Հա, դուք էլ փողի պրոբլեմ չունեք, չեք իմանում փողն էլ ինչ անի։ Վերցեք, ասենք այդ մասնավոր ընկերության ուղղաթիռը վարձեք, բայց պետական դրա ծախսը պատկերացնես ինչ գումարներ է։ Հիմա այսօր Արսեն Բաբայանն էր գրել, մի հատ անաստաբուժի են դատում, ինչ որ, չգիտեմ, ձևակերպել է, չի ձևակերպել, նրա ամսական աշխատավարձը մի 60-ը, գիտեք, քանի դպրոցի դիրեկտոր են գործից հանել դատել են, որ մեկի մի հատ պահակ է ձևակերպել, այդ պահակ գործի հետ է պահակ է, չէ, մի ժամ գալիս է, մի ժամ չի գալիս, ասեք, չէ, քարտը մոտ տայել է փողը դու ես տացել, ամսական 70,000 դրամ աշխատա, ամսական։ Այ բախտավարներ, ձեր վերտայլոտի ծախսը նայեք, ձեր ամսական աշխատանք, ինչի համար եք տանում դուք հարյուրավոր մարդկանց դատում, ինչի վրա եք դուք այդ ձեր ծախսերը